Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի հարգարժան փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ 2025 թվականը աշխատանքի և սոցիալական քաղաքականության մեջ շրջադարձային էր։ 2025 թվականին սոցիալական ոլորտին ուղղվել է շուրջ 905 միլիարդ դրամ։ Սա պետական բյուջեի ավելի քան 1/4-ն է։ Մեր քաղաքական առաջնահերթությունը հստակ է՝ մարդը, նրա սոցիալական պաշտպանությունն ու բարեկեցությունը։ Բայց հարցը միայն գումարը չէ։ Հարցը այդ գումարի տրամաբանությունն է։ Մենք ասում ենք, պետության պարտավորությունը միայն գումար բաժանելը չէ։ Պետության պարտավորությունն է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդը կարողանա աշխատել, զարգանալ և իր աշխատանքով ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը։ Հենց այս տրամաբանությամբ մենք ներդրել ենք ընտանիքների կարիքների գնահատման նոր համակարգ։ Սա հեղափոխություն է սոցիալական քաղաքականության մեջ։ Այլևս գնահատման հիմքում ընտանիքների ընկած է իրական կարիքը, իրական կյանքը և իրական մարդը։ Տարիներ շարունակ մենք ունեցել ենք մի համակարգ, որտեղ սոցիալական աջակցությունը հաճախ վերածվում էր կախվածության։ Մարդը տարիներով մնում էր նպաստի համակարգում առանց դուրս գալու իրական հնարավորություն ունենալու։ Այսօր, սիրելի հայրենակիցներ, մենք կոտրել ենք այդ փակ ուղին։ 2025 թվականին էապես ընդլայնել ենք զբաղվածության ծրագրերը։ Հազարավոր քաղաքացիներ ներգրավել են վերապատրաստման ծրագրերում, ստացել են նոր մասնագիտություններ և աշխատանք։ Պետությունը սուբսիդավորում է գործատուներին նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ Սուբսիդավորումը, երբ գործատուն աշխատանքի կվերցնի հաշմանդամություն ունեցող անձանց կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Այս տարիների ընթացքում, սիրելի հայրենակիցներ, մենք ստեղծել ենք ավելի քան 300,000 աշխատատեղ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին շարունակել ենք տրամադրել ամսական աջակցություն, իրականացրել ենք բնակապահովման ծրագրեր, ստեղծել ենք աշխատանքի հնարավորություններ։ Այս պահի դրությամբ 5,000-ից ավելի ընտանիք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված օգտվել է բնակապահովման ծրագրից, 45,000 մարդ ստանում է ամսական աջակցություն և հազարավոր մարդիկ ստացել են աշխատանք, ունեն զբաղվածություն։ Մենք շարունակել ենք ծնելիության խթանման ծրագրերը, երեխայի ծննդյան և խնամքի նպաստները, բազմազավակ ընտանիքների աջակցությունը, և սա ուղիղ ներդրում է մեր պետության ապագայի մեջ։ Միջին աշխատավարձը այս տարիներին կրկնապատկվել է։ Աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք։ Ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացրել ենք, և ես վստահ եմ, որ մենք շարունակենք մեր քաղաքականությունն այս տեմպերով, շատ շուտով կվերացնենք ծայրահեղ աղքատությունը։ Սահմանամերձ գյուղերում, որոնք տարիներ շարունակ դատարկվում էին, պատճառը մեկն է, ոչինչ չէր արվում այդ գյուղերում, մենք մարդկանց տալիս ենք 16 միլիոն դրամ, որոշ դեպքերում նաև 21 միլիոն դրամ, և այսօր մենք ունենք մի իրականություն, և սահմանամերձ գյուղերում կառուցվում են հազարավոր տներ։ Մենք նոր կյանք ենք հաղորդում մեր համայնքներին։ Ընդհանուր բնակապահովման ծրագրերից այս պահի դրությամբ 15,830 ընտանիք օգտվել է, ստացել է պետական աջակցություն։ Սիրելի հայրենակիցներ, 2012-ից 18 թվականներին կենսաթոշակը բարձրացվել է ընդամենը 3,000 դրամով, իսկ 18 թվականից մինչ օրս մենք բարձրացրել ենք 16,000 դրամից, դարձրել ենք 46,000 դրամ և հետվճարի համակարգով 56,000 դրամ։ Եվ 400,000-ից ավելի շատ կենսաթոշակառու այս պահին օգտվում է հենց հետվճարի ծրագրից։ Մենք նաև սրան գումարվում է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Քանի որ գաղտնիք չէ մեզ համար, մեր կենսաթոշակառուների թոշակի մի զգալի մաս գնում էր, ծախսվում էր դեղերի վրա, առողջապահության վրա, և մենք այսօր նաև կարելի ասել սա էլ կարող ենք դիտարկել որպես կենսաթոշակների բարձրացում։ Այսօր մենք մի իրականության մեջ ենք, երբ 4 միլիոնի վիրահատություն է ստանում քաղաքացին։ Այսօր մենք մի իրականության մեջ ենք, երբ ատեստավորված ուսուցիչը ստանում է 700,000 դրամ աշխատավարձատրություն։ Երբ Տիկին Գյուրեղյանը բողոքում է տեմպերից դպրոցաշինության, ես ուղղակի չեմ կարող չհիշել այն տարիները, երբ դպրոցները, մանկապարտեզները ուղղակի սեփականաշնորհվում էին և ծառայում են սեփական շահերին։ Իսկ այսօր Տիկին Գյուրեղյանը դպրոցաշինության տեմպերից է բողոքում, բայց այդտեղ էլ բողոքելու տեղ չկա, որովհետև իր հունով ամեն ինչ ընթանում է։ Եվ սիրելի հայրենակիցներ, այս ամենի համար, իրականացնելու համար ամենակարևորը պետք էր քաղաքական կամք։ Եվ մենք այս տարիներին ցույց ենք տվել, որ մենք ունենք այդ քաղաքական կամքը։ Եվ վերջում, անդրադառնալով ամենակարևորին, ես այսօր առավոտից մի դրվագ եմ հիշում և ցանկանում եմ ձեզ հետ կիսվել։
2022 թվականի դեկտեմբեր ամիսն էր, երբ ազգային ժողովի բակում մենք կազմակերպել էինք երեխաների համար նախատոնական միջոցառում եւ տարբեր մարզերից, Երևանից երեխաներ էին եկել այդ միջոցառմանը մասնակցելու եւ մենք ունենք այնտեղ մի հնարավորություն, երբ երեխաները թղթի վրա գրում էին իրենց ցանկությունները, երազանքները եւ կախում էին եղևնուց։ Եվ միջոցառման վերջում ես մոտեցա, հատ նայեցի մեր երեխաների երազանքները, ցանկությունները։ Եվ ինձ համար շատ հուզիչ ու նշանակալի էր, որտեղ այդ դրվագը իմ մտքից չի գնում այս տարիների ընթացքում։ Ընդամենը երեխաներից 2-3 հոգին էին, որ ցանկացել էին խաղալիք, հեծանիվ, եւ մնացած թղթերում, սիրելի հայրենակիցներ, գրված էր մեկ բառ։ Եվ այդ մեկ բառը խաղաղությունն էր։ Եվ ես ուրախ եմ արձանագրելու, որ այսօր մենք ունենք այդ խաղաղությունը։ Բայց այդ խաղաղությունը այս պահին ունի դեռևս խնամքի կարիք։ Եվ ես վստահ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մենք հունիսի 7-ին գնալու ենք ընտրատեղամասեր եւ տեր ենք կանգնելու մեր խաղաղությանը եւ ոչ մի կերպ թույլ չենք տալու, որպեսզի խլեն մեզնից, մեր երեխաներից մեր խաղաղությունը։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։